Նորին Սուրբ Օձություն դերդեր Արամ առաջին Գաթողիկոս հոփելենական այցելությամբ Կանադա գտնվեր հոկտեմբեր 16-ին 22։ Գիրագի հոկտեմբեր 19-ին հրաշափարով մուտք գործեց Թորոնտոյի Սուրբ Աստվածածին Հայաստանի այցարակելական եկեղեցին եւ հայրապետական պատգամը փոխանցեց հավատացյալ ժողովուրդին։ Գիրագի 19 հոկտեմբերի առավոտուն նորին Սուրբ Օձություն դերդեր Արամ առաջին վեհափար հայրապետը ուղղվեցավ Թորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր մեծ թիվով հավատացյալներ կսպասեին իրենց հոգևոր բեդին ժամանման։ Հրաշափարի արարողութենեն ետք մատուցվեցավ Սուրբ եւ Անմահ Բադարակ ծերամփ Հյուսիսային Ամերիկայի արևելյան հայոց թեմի առաջնորդ Քերաշնոր դեր Անուշավան arczepiskopos Թանյելյանի։ Նայեցեք մեր պատմության։ Եկեղեցին ոչ միայն մշակույթ ստեղծեց Աստվածաշունչի թարգմանությամբ, այլ դարձավ միաժամանակ մեր մշակութային արժեքներու դարածիչը ու պաշտպան։ Այդ արժեքներով է, որ մենք մեր ինքնությունը բահած ենք ու պիտի բահենք անաղարտ մանավանդ ներկա աշխարհի մեջ համաշխարհայնացումը այսօր միայն տնտեսական կամ քաղաքական երևույթ չէ, այլ ըստ էության մշակույթներ, արժեքներ կանթող երևույթ մնե։ Եվ հետևաբար, երբ մենք այսօր ուզենք կամ չուզենք, համաշխարհայնացած աշխարհի մեջ կաբրինք եւ ենթակայենք համաշխարհայնացումի վտանգներուն, մենք կոչված ենք մեր մշակութային արժեքները վառ, արձարծ ու ամուր բահելու
մեր անհատական, ընտանեկան եւ հավաքական կյանքի մեջ։ Ինչպես մշակույթի եկեղեցվո բարակային, նաեւ հայ դպրոցի բարակային մենք պետք է որպես սրբազան արժեք հայ դպրոցը ամեն տեղ բահենք ամուր եւ ես ուրախությամբ կուզեմ հաստատել որ թե Մոնրեալի մեջ եթե այստեղ մեր եկեղեցիներուն գից հայ դպրոցը լեցուն է մեր աշակերտներով այսօր մենք գտեսնենք թե Հայաստանի մեջ դժբախտաբար հարազատ մեր պատմության արժեքները սկսած են նահանջել արժեքչափերը սկսած են շրջվել եւ այս վատառողջ վտանգալից երևույթի նկատմամբ մենք միշտ խոսած ենք անդրադարձած ենք, քննադատած ենք, մեր մտահոգությունը արտահայտած ենք եւ գոչ ուղղած ենք Հայաստանին իշխանության թե ժողովրդին, հավատարմորեն գարչելու Հայաստանի մեր ազգին արժեքներուն եւ Հայաստանին քերակույն արժեքը իր անկախությունն է, ազատությունն է։ Մեր կյանքի մայր էջին վրա, ոչ ուսանցքի վրա, մայր էջին վրա այդ արժեքները պետք է մնան։ Հետևաբար, մեր համայնքները վերագենսավորել կնշանակե գարչիլ մեր արժեքներուն եւ այդ արժեքները մեր կյանքի մեջ ապրիլ եւ ապրեցնել։ Մենք այս գիտակցությամբ եւ հանցնարությամբ պիտի շարունակենք մեր պատգամը ուղղել մեր ժողովրդին եւ մասնագից դառնալ ոչ միայն հերվեն պատկանել, այլ մասնագից դառնալ մեր ժողովրդի հավաքական կյանքին, Աստուծո փառքին, մեր եկեղեցվո պայծառության եւ մեր ազգին անսասանության համար այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Պատարագի ավարտին հայ կետրոնի սրահի մեջ դեղի ունեցավ աչահամբույր։